Կապան երաժշտական միջազգային փառատոնը Հայաստանի առաջին երաժշտական փառատոնն է, կարելի է ասել, այդ ֆորմատով, ինչպեսին որ աշխարհի բոլոր փառատոններն են։ Առաջին տարվանից ես ներկա եմ շատ ուրիշ նաև հիանալի երաժիշտներ գալիս են ամեն տարի բոլոր երկրներից։ Շատ մեծ պատասխանատվություն է, երբ որ դու նոր արտիստ ես եւ աշխատել նման մեծ անունների հետ մի ուրիշ տիպի հաճեք։ Մենք կարողացանք այստեղ ստանանք աշխարհի լավագույն փառատոններից մեկը։ Մենք այսօր հանգիստ կարող ենք համեմատվենք Verbier, Marlboro եւ այլ փառատոնների հետ։ Ամենամեծ ուժը, որ Կապանի փառատոնը ունի, ի տարբերություն մնացած փառատոնների, որ այս ամեն ինչը կազմակերպվում է երաժիշտների կողմից։ Դուք տեսնում եք ոնց են աշխարհահռչակ երաժիշտները, մեկը ջուր է բերում, մյուսը նոտակալ, մյուսը կարեջուր ու բոլորով մենք ստեղծում ենք մեր երազանքի տունը։ Երևանը մեր մայրաքաղաքն է, բայց հատուկենտ զգացմունք է, երբ դու դուրս ես գալիս Երևանից եւ դու շրջաններ ես գնում։ Եվ այն փաստը, որ հենց Կապանում սահմանների, վտանգավոր սահմանների վրա մենք ունենում ենք այս փառատոնը, դա իսկապես մի աստվածային, ես կասեի, երևույթ է։ Նույնիսկ անցյալ տարի, երբ մի քիչ ավելի լարված վիճակ էր եւ չգիտենք թե արդյոք կլինի փառատոնը, թե ոչ մի երաժիշտ արտասահմանցի, ոչ հայ չհրաժարվեց փառատոնից։ Ոչ ոք չասեց, որ չէ, գիտեք, վտանգավոր է, ես ինչի պիտի գնամ Կապանում փառատոնի։ Եվ ես շատ կուզեի նշել դա եւ շնորհակալություն հայտնել մեր ոչ հայ երաժիշտներին, որոնք ամեն տարի գալիս են այս փառատոնին, մասնակցում են եւ ուրախ վերադառնում են, սպասելով հաջորդ տարվա փառատոնին։ Այսօր դուք տեսաք մեր հանդիսատեսին Կապանի, ոնց էր Մոցարտի 4 մասի մեջ մարդիկ չեն էլ շնչում։ Այդ հարգանքը, որ կապանցիների կողմից կա երաժշտության նկատմամբ Հայաստանում ոչ միտեղ ես չեմ տեսել։ Քանի որ մենք միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների ենք հրավիրել Կապան, իրանք բոլորը երևի նվագել են աշխարհի մեծ բեմերում, բայց Կապանի համերգասրահը լավագույն ակուստիկաներից է, մտնում է երևի top 10-ի մեջ։ Ու այն փաստը, որ դա գտնվում է իմ տանը, իմ երկրում, դա մի քիչ ավելի հաճելի զգացողություն է տալիս։ Ամեն անգամ հրավեր ստանալուց դեպի Հայաստան, որ մի համերգի շատ մեծ ոգևորվածությամբ եմ գալի, որովհետև ինչքան էլ դրսում արարենք եւ երաժշտություն նվագենք, մեկ է մեր Հայաստանի հողում ուրիշ զգացողություն է։ Հայաստանի պարագայում զարգացնել հեռավոր այսպես քաղաքները եւ գյուղերը շատ մեծ նշանակություն ունի ոչ միայն այստեղի ժողովրդի համար, այլ նաեւ դրսում ապրող օտարերկրյա մարդկանց համար, որպեսզի ճանաչեն եւ իմանան, որ այսպիսի քաղաք կա եւ այստեղ այսպիսի մեծ երաժշտական փառատոն է հասկացվում։ Սա մեր տունն է, որտեղ մենք հյուրընկալում ենք աշխարհահռչակ երաժիշտներին եւ սա մեր տունն է, որտեղ գալիս են աշխարհահռչակ երաժիշտները։ Դրա համար իրանք երբեք չեն ուզում Կապանից գնալ։